Վերջին օրերին Աննա Հակոբյանը իր Facebook-յան էջում պիտակավորում վիրավորում է քաղաքացիներին, ինչպես նաև լրատվամիջոցներին։ Օրինակ, նա 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջը Տաթև Վիրաբյանին անվանել է ոչիլ։ Լրատվամիջոցներից մեկի լրագրողին անվանել է տխմար, մյուս իրեն քննադատողներից մեկին անվանել է անդաստիարակ և տգետ, եւ այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Դուք որպես հոգեբան ինչպես եք արձագանքում այս իրավիճակին եւ ինչպիսի գնահատական եք տալիս նրա այս վարքագծին։ Շնորհակալ եմ հարցի համար եւ թեման բարձրացնելու համար։ Ես կուզեի շեշտել, որ կարող եմ այս հարցին մոտենալ նույնիսկ ոչ թե մասնակից, այլ ուղղակի մարդ, որովհետեւ առաջինը մարդու հետ շփվելու էթիկա գոյություն ունի, առհասարակ, երբ որ մենք խոսում ենք, կան մարդկային, այս արդեն որպես մասնակից ասեմ, սահմաններ, եւ մենք պետք է հասկանանք, որ մենք իրավունք կարող ենք մեզ վերապահել անցնելու այնքան առաջ, որքան հասա ձեր սահմանին, այսինքն այդտեղից այն կողմ չի կարելի, որ ասում են պարտավորվածություններ գոյություն չունեն, դա ուղղակի միֆ է եւ ինքներս մեզ համար ենք հորինել երևի թե որ ավելի հեշտ ապրենք, պարտավոր ենք հարգել դիմացինին։ Դա իսկապես պարտավորվածություն է եւ եթե մենք խոսում ենք առավել եւս առաջին տիկնոջ մասին, ցավալի է փաստը, չեմ ուզում ընդհանրապես քննադատել, չեմ ուզում ինչ-որ քննադատական մոտեցմամբ խոսել, լրիվ անկողմնակալ եմ խոսում, որովհետև լինի առաջի տիկինը թե ինչ-որ մանկավարժ, թե ինչ-որ մեկը առավել եւս ում հետևում է ամբողջ ազգը, հա, մենք հաստատ կմոտենենք եւ կանդրադառնանք այդ թեմային։ Ես հասկանում եմ, որ մարդ կարա լինի զայրացած, կարա լինի պահ, որ էմոցիաները չկարողանա զսպել, բայց երբ որ նա գրում է, ինձ թվում է արդեն ինչ գրել է, ինչ որ պահ եղել է մտածելու, հա, ինչա գրում, եթե իսկապես ինքն է գրում, նորմալ չեմ մոտենում սրան, կուզեի, որ այս ամեն ինչը կանխվեր, իսկապես կուզեի, որովհետև ամեն դեպքում նայենք հին ժամանակներով ոնց որ թագավոր թագուհին, ինչպեսի օրինակ ծառայում են, այնպեսին լինում է ժողովուրդը, ու հիմա ոչ մեկին դա հաճելի չի, կարևոր չի ում են դիմում, եւ կարևոր չի ով ում է դիմում։ Իսկ եթե խոսքը գնում է առաջի տիկնոջ մասին, մենք հասկանում ենք, որ պետքա լինի օրինակելի, պետքա ունենա զսպվածություն, առավել եւս այդ մարդը ունի առանձին եւ ավելի խիստ էթիկայի կանոններ, հա, պետքա դրան հետևել թե արտաքինով, թե ներքինով, թե խոսքի մեջ եւ ուզես չուզես կսխմես ձեռքդ այնպես, որ եղունգներդ կծակեն ձեռքդ, թե ինչ կանես, դու պետքա զսպես քո էմոցիաները, դու պարտավոր ես զսպել քո էմոցիաները եւ նմանատիպ վարք չցուցաբերել։ Հուսով եմ ինչ-որ մի պահ կգա, այնքան խոսենք այս թեմայից, որ այլևս այսպես չի լինի։ Նաև նրան հարց էին ուղղել, հիմա տխմար ենք, թե համբալ, ինչպես որ քո ամուսինները ասել, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ է վիրավորել, ասելով համբալ, եւ նա իր Facebook-յան էջում հրապարակայնորեն ասել է, որ երկուսը, այսինքն նա գիտակցաբար շարունակում է վիրավորել։ Ես ուղղակի անհարմար եմ նույնիսկ սրա մասին խոսելու համար։ Իսկապես նախ հիշենք, որ չգիտեմ, Facebook-յան եւ Instagram-յան հարթակները ամեն դեպքում այնպիսի հարթակներ են, որ առաջի տիկինը եւ մեր վարչապետը չպիտի այդքան ազատ այնտեղ ինձ թվում է իրենց պահեն, հա։ Մենք բոլորս գիտենք, որ գոյություն ունեն սահմաններ ամեն ինչին, էթիկայից էլ նոր խոսեցինք։ Երևի պետք է հասկանանք, որ ով է դիմացինը, ճանաչենք դիմացինին, հասկանանք, որ նա ունակ է վիրավորելով խոսել, այնպիսին է, ինչպիսին կա, ընդունենք իրավիճակը, որպեսզի ես ինչ եմ սա ասում, որպեսզի կարողամ ինչ-որ ձևով օգնել այն մարդկանց, ովքեր այս վիրավորանքները ստանում են, իրանք լինեն ավելի, երբ որ մենք իրավիճակը չենք կարողանում փոխել, մենք պետք է հասկանանք ինչպես մեզ փոխենք իրավիճակի նկատմամբ, որպեսզի մենք չտուժենք, մեր կյանքը չտուժի։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ խոսում ես զոհվածներից մեկի ընտանիքի հետ, այսինքն այդտեղ քո զսպվածությունը ավելի պիտի մեծանա, հա, ուր մնաց Facebook-յան կամ Instagram-յան հարթակով գրություններ թողնելը, հետո մենք խոսում ենք արդեն եւ հարց ենք բարձրացնում դպրոցներում կատարվելիքի մասին եւ այլն։ Դա նորմալ չէ առհասարակ։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ մեր անչափահասները, ովքեր որ հիմա դպրոցներում այդպիսի վարք են դրսևորում, նրանք կարող են հետևել մեր երկրի վարչապետին եւ նրա տիկնոջը եւ ասել, որ այդ վարքագիծը նրանց համար նորմալ է եւ նրանք նրանցից են սովորել այդպիսի վարքագիծը։ Ես մի խոսքը հիշեցի, հա, մեկը համբալն էր, մյուսը ոչիլը։
Ոնց կարես երեխային ասես մի օգտագործիր այդ բառերը։ Եթե ինքը արդեն լսել է եւ ումից է լսել։ Այսինքն դաստիարակությունը բառերով չի լինում, երեխաները դաստիարակվում են տեսնելով եւ վարքագիծը կրկնօրինակելով։ Այդ բնությունը ու այդ բոլորս գիտենք։ Իսկ ազգը մի մեծ ընտանիք է, ամենամեծ ընտանիքի մայր ու հայրը խոսեցինք ովքեր են, ինչպես եւ փոքր ընտանիքի մեջ արդեն մայր ու հայրը դաստիարակում են երեխային։ Այսինքն այս անթույլատրելի բան է, ես օրինակ կուզեի, որ վերանայվեր այս ամեն ինչը ու այսպես չլիներ։ Չգիտեմ, գուցե քննադատական ինչ-որ խոսքեր լսեմ իմ հասցեին, բայց ես միշտ փորձում եմ զուսպ խոսել, անկողմնակալ խոսել, ոչ մեկի կողմը չեմ, ոչ պաշտպանում եմ, ոչ քննադատում եմ, բայց խոսենք իրար հասկանանք։ Խոսելը միշտ առողջ խոսքը միշտ փրկում է յուրաքանչյուր իրավիճակ, ինչը որ հիմա մենք ենք անում, ինձ թվում է պետք է անդրադառնան մեր երկրի ղեկավարները այս թեմաներին, էլի իզուր չի անդադ խոսացվում, պետք է լսեն վերջի վերջո ինչ-որ մի օր։